Սրա հիմքով է ձևավորվում շատ դեպքերում նարցիսիստական խանգարումը, երբ որ մարդը գնում է այն ճանապարհով, որ ցույց տա, ես ամենալավն եմ, ամենավիթ խաղին եմ, կատարյալն եմ, ես ոչ ոքի հետ չեմ համեմատում, բայց իրականում սա փոխակերպում է։ Իրականում այս մարդիկ ամենից շատը ունեն օգնության, գովեստի, խրախուսանքի, սիրո եւ ջերմության։ Ուղղակի իրենց մոտ փոխակերպվում է այսպիսի դրսևորմամբ։ Մի քիչ էլ եւի պերֆեկցիոնիզմ ունի, չէ՞ դա իր մեջ, որտեղ մարդը ուզում է ապրի կատարյալ, որ հանկարծ ամոթ չլինի։ Այո, եւ անընդհատ ձգտում է կատարելության, ինքնազարգացման, մի կերպարի ձևավորման, որը որ ամենան է, յուրօրինակն է, յուրատիպն է, բայց այդպես չի լինում։ Իրականում, այո, մեր ծնողական դաստիարակության հիմնական նպատակներից պետք է դառնա այն, որ մենք երեխային հենց վաղ տարիքից սովորեցնենք գործ ունենալ սեփական սխալների հետ, սեփական թերությունների հետ։ Եվ եթե մենք երեխային այո սովորեցնում ենք ընդունել սեփական ոչ կատարյալ լինելը, սեփական սխալները ընդունել սիրով եւ բաց, մենք այս զգացման կործանարարության հետ երբեք գործ չենք ունենում։